Ողջույն բոլորին, այս տեսանյութում այո կամ ոչ կանխատեսումն է, բավականին երկար ժամանակ այդ չեմ արել, սա կրկին էլի 6 օրինագիծ կլինի, ինչպես որ կար, 6 տարբերակից կարող եք պահել ինտուիցիայով որևիցե մեկը, սա քարտերը կտեղադրեմ, կկարողանաք պահել, միգուցե երկուսն եք պահում, միգուցե 6 հատ հարց ունեք, միայն պետք է հասկանաք, որ և լինում է այո կամ ոչ, և նաև ինչ-որ չափով էլ ժամկետ։ Պահեք մինչև խառնեմ, չնայած կարող եմ քարտերը տեղադրել հիմա, այո կամ ոչ առաջին տարբերակը, այո կամ ոչ երկրորդ տարբերակը, այո կամ ոչ երրորդ տարբերակը, միգուցե նկարները ձեզ քաշեն, ճիշտն ասած շատ հետաքրքիր քարտեր եմ տեսել, դե որ քարտերը մի փոքր առաջ գնա ալիքը, ես ինքս գնումներ կկատարեմ, տարբեր քարտեր են, որոնք որ շատ հետաքրքիր են իհարկե, չեմ ուզում շեշտել ինչ քարտեր են, որտև ինձ այնց առաջ կարող են գնել ինչ-որ մարդիկ, ամենայն դեպս է, եթե ինչ-որ չափով առաջ գնա, ալիքը կգնեմ անպայման, 4-րդ տարբերակը, այո կամ ոչ, այո կամ ոչ 5-րդ տարբերակը և 6-րդ տարբերակը, այո կամ ոչ։ Պահեք ձեզ մի քանի վայրկյան ժամանակ, եթե չէ, ապա կանգնեցրեք, այդպես նայեք, այո, ուրիշ ելք չկա, կամ պետք է նանեք, կամ նա, կամ կանգնացնում եք, կամ արդեն պահել եք։ Իսկ մենք արդեն անցնենք տարբերակներին, կնայենք առաջին տարբերակը, այո կամ ոչ, կլինի արդյոք թե ոչ, ձեր ցանկությունը, ձեր պահածը։ Ուրեմն այս քարտը ինքը ընդհանուր սև քարտ է համարվում, և սա համարվում է ոչ, առհասարակ մի վստահեք ոչ ոքին, այս քարտն ասում է ձեզ նայեք ձեր անցյալին, որպեսզի հասկանաք, թե ինչու է այժմ տեղի ունենում ոչը, ինչու է հիմա այդպես լինում։ Ձեր սկզբունքներին հավատարիմ մնացեք, որպեսզի հասնեք ձեր ուզածին։ Եվ սա, եթե ինչ-որ ժամկետ եք ուզում, որպեսզի այն տեղի ունենա, ապա սա պետք է սպասեք խավարմանը, երբ մառախուղ նաև կլինի։ Հիմա արդեն ժամանակներն է, մառախուղները բավականին շատ կլինեն, նաև խավարմանը դա արդեն մնաց գարնանը։ Դրա համար է այս պահին ոչ ասում։ Միգուցե սխալ ինտուիցիա եք ընտրել, ինտուիցիան սխալվել է։ Գնայինք երկրորդ տարբերակը, տեսնենք երկրորդ տարբերակը ինչ է ասում ես։ Եթե պահել եք հարաբերությունների համար, որովհետև սա դե տղա է, ապա ձեր հարաբերությունները կպահպանվի, բայց դա կպահպանվի տղամարդու շնորհիվ։ Եթե ամուսիններ եք, եթե այդպես ինչ-որ հարց եք մտածում, եթե ինչ-որ մեկի հարաբերությունների, եթե ինչ-որ խնդիրներ կան հարաբերություններում, եւ սա միջին կարճ ժամանակահատված է ցույց տալիս, եթե հաշտված չեք, ապա տղան առաջին քայլը կանի, եւ եթե ուզում եք հաշտվեք, ապա պետք է ասեք այո, եւ այդպես հաշտվեք իր հետ։ Միակ տարբերակն է սա։ Գնանք երրորդ տարբերակը, սա բնականաբար ինստինկտյան ասում է ոչ, ինքը այդքան էլ բնական է, լավ քարտ չէ, եւ բացի դա էլ եղեք համբերատար, սպասեք ճիշտ ժամանակին։ Այս քարտն ինքնին էլ է, այդքան էլ դրական քարտ չէ, դրա համար այդքան էլ չեմ ուզում մանրանալ, թե ինչ եւ ինչպես։ Սա անորոշ ժամկետ է, այո լինելու համար, կարող է լինել կարճ կամ երկար, ուղղակի պետք է սպասեք եւ չլարվեք, որովհետեւ սա լարվածության քարտն է, բորբոքման, այն ժամանակից շուտ բորբոքվելու քարտն է, որ մարդը չի դիմանում ինչ-որ մի բանի եւ բորբոքվում է։ Դուք պետք է վերածեք այն ձեր հարցի պատասխանին, որ գուցե իրոք չեք համբերում, չեք սպասում եւ սխալ քայլ կարող եք անել եւ սխալվել, մեծ սխալ անել։ Դա համար մի քիչ եղեք համբերատար։
Տեսնենք 4-րդ տարբերակը, դե սա ինքը ինստինկտյան առաջ է գնում, բնականաբար, հա, եւ այոն է, սա միայն չի կարող այս քարտը ոչ լինել։ Նաեւ սա տրվեք ձեր զգացմունքներին, որ ասում եմ հոսեք ջրին հավասար, հա, քարտը տալիս է նոր հեռանկարներ, պլաններ, հաջողություններ եւ հաջողությունների եւ բիզնեսում նոր հնարավորություններ, նոր հաջողության հնարավորություն, նաև առաջ գնալու, ինչ որ նոր բան կմտնի ձեր կյանք, փոփոխություններ եւ դրանք կազդեն հենց ձեր անձի վրա ավելի շատ։ Եվ եթե հարց եք տալիս, ինչ որ մի բան առաջ մղեմ, ինչ որ մի բանը սկսեմ, տեղափոխվեմ արդյոք ուրիշ քաղաք, ուրիշ երկիր, բնականաբար այս քարտը ասում է այո։ Սա միայն պետք է հաշվարկել, որ ձեր հեռանկարը, այնինչ որ դուք ուզում եք օրինակ տեղափոխվել մեկ այլ երկիր կամ գործ եք ուզում սկսել, դա պետք է լինի երկարաժամկետ։ Քարտը ցույց է տալիս իրադարձություններ, որոնք կսկսեն տեղի ունենալ ոչ շուտ, քան 6 ամսից։ Դանդաղեցնում է գործընթացը, ցույց է տալիս իրադարձություններ, որոնց արմատները խորանում են մարդու կյանքում։ Ոնց որ շենք կառուցեք առանց հիմքի։ Պետք է մի հատ լավ ինչ-որ արմատներ գցեք, ինչ-որ գործ անելու համար, նոր հետո հարաբերությունները, տեղափոխությունը, ոնց որ մարդը դեռ չգիտի այնտեղ իրան աշխատանքի ընդունում են, թե ոչ, մեկ էլ հոպ տեղափոխվում է այդ քաղաք, այդ երկիր եւ երկարաժամկետ կարող է մնալ այդպես օդում կախված։ Դեռ ժամանակ է պետք արմատները մխրճ, ոնց որ շատերը, չէ, գնում են օտար երկիր առանց որևէ մի բանի ակնկալելու, գնում են եւ երկար ժամանակ մխրճում են հողի մեջ, իրեն կայունանում են, կանգնում են հողի վրա, հետո նոր սկսում է ինչ-որ բան առաջ գնալ։ Ինձ համար հիմքը մի հատ հասկացեք, ճիշտ է, ամեն ինչ կարգավորեք, հետո նոր արեք։ Տեսնենք 5-րդ տարբերակը ինչ է ասում, դե սա բնականաբար այո, նաև եթե պահել եք սիրում է թե ոչ, զգացմունքներ ունի, խոստովանի, սիրելիս կվերադառնա թե ոչ, հա, բնական է։ Եվ սա լսեք ձեր սրտին։ Լսեք, թե ինչ է ասում ձեր սիրտը, շատ լավ քարտ է, որը նշանակում է ընկերություն, սեր, ներդաշնակ հարաբերություններ զուգընկերոջ հետ, նաև ուրախություն, երջանկություն, խոսքը ինչքան լավ բան կա սրտի մեջ է։ Նոր սեր, նոր զգացմունքներ, ընտանիքում խաղաղություն, ընտանիքում սեր, մի խոսքով, եթե աշխատանքի հետ է կապված, ապա եւս սեր։ Եթե ինչ-որ բան եք պահել, եթե այո կամ ոչ է նաև հստակ ժամանակ եք պահել, ապա սա ձեր պահած ժամանակահատվածում կլինի։ Եթե օրինակ ասում մի շաբաթ ինձ ամուսնության առաջարկ կանի, չնայած սա սիրո խոստովանությունն է, ամուսնության առաջարկը չի, բայց յուրաքանչյուրը սիրելիս հետ կվերադառնա, ընտանիքում խաղաղություն կլինի թե ոչ, հա, դա եւս։ Եվ գնանք վերջին քարտը, սա բնականաբար եւս էլի ասում է, այո, սա ուրիշ բան չի կարող ասել։ Եթե պահել եք հղիության վերաբերյալ, հիմնական իմաստը այս քարտի սկիզբն է, հա, ես միշտ համար ասում, ինչ-որ մի բանի սկիզբ, ինչ-որ նոր բանի սկիզբ, վստահություն, հաճելի անակնկալ նաև, ընդհանրապես երեխան խորհրդանշում է ճանապարհի սկիզբը, ինչ-որ մի բանի սկիզբ, կյանքի սկիզբ, հա, ոնց որ փոխելու սկիզբ, նոր կյանքի սկիզբ, նոր աշխատանքի սկիզբ, նոր հարաբերությունների սկիզբ, եւ սա կարճ ժամանակահատված է։ Եթե օրինակ ուզում եք դա այստեղ պահել եք աշխատանքը, կսկսեմ բիզնեսը, սկսեմ, կհղիանամ թե ոչ, հա, սա ոնց որ սկիզբն է, դեռ եւ շատ կարճ ժամանակահատվածում դուք կհղիանաք, դուք կսկսեք բիզնես, կսկսեք նոր աշխատանք եւ այլն, հա, նաեւ նոր կյանք, ինչու՞ չէ։ Դա նոր փոքր ինչ որ սկսվող բան է։ Հա, սկիզբը, սա, սկիզբ, ստարտն է։ Մարդու, որ ինքը սկսում է ինչ որ մի բան իր կյանքում։ Այնպես որ հիանալի էր, այստեղ ընդամենը 2 քարտ էր, որ ասեցին ոչ, մնացածը բնականաբար այո էր, շնորհավորում եմ ձեզ, այնպես որ թող որ ձեր ցանկությունները կատարվեն, երբ որ
ընդհանրապես Աստծուն է հարմար, ես միշտ եմ դա ասում, երբ որ պետք է լինի այո, ուրեմն նա ինստինկտյան կլինի։ Պետք է մարդը կարողանա վաստակել դա իր կյանքում, որ ինչ-որ մի բանը լավ բան տեղի ունենա իր կյանքում։ Այսքանը լավ եղեք։